Ստուգեց դրվագ, ամեն ինչ կարգին է, Գոռ Առաքելյանը կարող է շարունակել հանդիպումը։ Սկզբում, երբ Մաղթեսյանը բարձրացրեց ձեռքը, ինձ մոտ տպավորություն էր, որ նա պատրաստվում է դեղին քարտ ցույց տալ, բայց եթե ուշադրություն դարձրիք նրա մատների շարժմանը, մրցավարը պարզապես ժամանակ էր պահում, որ եզրային նետումը արագ կատարեին, ճիշտ ժամանակին կատարեին Սյունիքի ֆուտբոլիստները։ Եթե ժամանակի մեջ տեղավորվեն, եզրային նետումը անցնում է մրցակցին։ Գոռ Լուլուկյանն է ձեր էկրաներին։ Առաջին տուրում Գոռ Լուլուկյանի մասին խոսեց նաև Ռոբերտ Արզումանյանը, նշեց, որ շատ ուրախ է, որ նախորդ մրցաշրջանում Երևանի Արարատում հանդես գալու հատվածում նրան վստահել է Արարատի մարզիչը, խաղաժամանակ է տրամադրել, որակյալ ֆուտբոլիստ է Գոռը եւ խոսքերից ապացույցն էլ նրա անընդհատ մեկնարկային կազմում լինելն է։ Դեռ հավանաբար չի ցուցադրում այն որակը, որ կարող է, իդեպ հեռուստացույցից Քոբի Ջոնսն էր հարվածում, բայց Գոռ Լուլուկյանը ունի պոտենցիալ ու եթե կարողանա բացվել, եթե կարողանա ցուցադրել իր որակները, Ուրարտուն եւս մեկ ստեղծագործ, միևնույն ժամանակ վտանգավոր ֆուտբոլիստ ունի հարձակման գծում։ Գիտեմ ուշադրություն դարձրիք, թե ոչ, ինչքան հետաքրքիր կերպով Ուրարտուն դուրս եկավ պաշտպանությունից։ Այսպես հանգիստ, առանց լարվելու, փորձում են գնդակը հասցնել մինչև Սյունիքի տուգանային հրապարակ, բայց Սյունիքը տեսնում եք, որ գրեթե անթերի է պաշտպանվում։ Ու հիմա էլ պաշտպանը պարզապես ուժեղ արվածով գնդակն ուղարկում է առաջ։ Եզրային նետում է լինելու։ Փիլոյանը խաղում է պաշտպանություն, այստեղ Անտոն Բրատկովն է։ Բրատկովն էլ Ռոբերտ Արզումանյանի համակարգում աստիճանաբար շատ կարևոր եւ անփոխարինելի ֆուտբոլիստ է վերածվում։ Նախորդ մրցաշրջանում մեծ քանակությամբ խաղերի մասնակցեց, այս մրցաշրջանում էլ միշտ մեկնարկային կազմում է խաղում։ Ուկրաինական Դեսնայից ժամանակին Մաքաբի տեղափոխվեց, հետո խաղաց Լվովում եւ 2020 թվականից նա Հայաստանի առաջնությունում է հանդես գալիս։ 5 մրցաշրջան Փյունիկի ֆուտբոլիստ է համարվել Անտոն Բրատկովը եւ սա էլ երկրորդ մրցաշրջանն է 33-ամյա Բրատկովի համար։ Հայաստանում երկար ժամանակ անցկացրեց նաեւ Ուրարտուի մեկ այլ նախկին ֆուտբոլիստ Օլեգ Պոլյակովը։ Ու Պոլյակովը հիմա արդեն աշխատում է Ուրարտուի համակարգում։ Լավ տեղափոխություն էր Աչեզեր, գտան ազատ տարածություն Ուրարտուի ֆուտբոլիստները սերընթաց հակագրոյի անցան։ Էրիկ Փիլոյան մոտեցավ տուգանային հրապարակին, վելոսան էր ոչ թե Փիլոյանը եւ շատ անհաջող փոխանցում կատարեց։ Նա մի տեսակ վատնեց խաղընկերների ջանքերը, թե ինչպես դուրս եկան պաշտպանությունից Ուրարտուի ֆուտբոլիստները, դա լրիվ այլ պատմություն, այլ գեղեցկություն, երկար փոխանցումով գտան աջ եզրում գտնվող ազատ ֆուտբոլիստին ու գրոյի վատնում եղավ։ Շտապում է Ռոբերտ Արզումանյանը, փորձեց արագորեն գնդակ մատակարարել Գոռ Լուլուկյանին, որ նա խաղարկեր։ Արդյունքում Ուրարտուի ֆուտբոլիստները չկարողացան օգտվել Արզումանյանի այդ մեծ ցանկությունից։ Անտոն Բրատկով այսօր Ուրարտուի պաշտպանության կենտրոնում երկու ուկրաինացի կենտրոնական պաշտպաններ են՝ Երեմիևը եւ Բրատկովը։ Քոբի Ջոնսն է այս պահին ձեր էկրաներին։ Քոբի Ջոնսի համար առաջին հանդիպումն է Հայաստանի Պրեմիեր լիգայում։ Երկար փոխանցում առաջ, Հարապետյանը փորձեց գեղեցիկ խաղալ
ու արդյունքում Ուրարտուի ֆուտբոլիստներն են նորից գնդակով։ Միշիև 20 րոպե անցավ առաջին խաղակեսից, դեռ հաշիվը չի բացվել։ Վերեմիև